Իրանում ցույցերը չեն դադարում, զոհերի և ձերբակալությունների թիվն աճում է, ցուցարարները 5-րդ օրն անընդմեջ դուրս են գալիս փողոց, պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հունվարի 1-ին հաղորդել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 10 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Կառավարության հետ կապված լրատվական գործակալությունները դրանում մեղադրել են ապստամբներին։ ԹԱՍՆ-ի մի հաղորդմամբ մայրաքաղաք Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար։ Հաղորդվում է նաև այլ շրջաններում ձերբակալությունների, այդ թվում Մալարդայում, Լուրեստան, Չախրամահալ և Բախտարի նահանգներում։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ընդունում է իրանցիների օրինական պահանջները, միևնույն ժամանակ կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել տնտեսական դժվարությունները մեղմելու համար։ Սակայն անվտանգության ուժերը խոստացել են կոշտ դիրքորոշում որդեգրել ցուցարարների և նրանց նկատմամբ, ովքեր իրավիճակն օգտագործում են քաոս ստեղծելու համար։ Ցույցերը սկիզբ են առել ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Իրանի նախագահը նահանգային պլանավորման և զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից, իսկ ուրիշներին մեղադրելը խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Ըստ նրա, ղեկավարությունը պետք է անցնի ծախսերի կառավարման մոդելից դեպի արտադրողականության բարձրացում։ Երբ մարդիկ խնդիրներ ունեն ապրուստի ապահովման հարցում, մենք չպետք է պատճառը փնտրենք արտաքին ուժերի մեջ, չպետք է մեղավորներ որոնենք ուրիշ տեղ։ Յուրաքանչյուրը պետք է սկսի ինքն իրենից, նախ պետք է մենք ինքներս ուղղվենք, որպեսզի հնարավոր լինի լուծել սոցիալական խնդիրները, նշել է Իրանի նախագահը։ Նա կրկնել է, որ արտաքին մեղավորների որոնումը խնդիրը չի լուծում։ Երբ մարդիկ դժգոհ են, մենք չպետք է մեղավորներ փնտրենք արտաքին ուժերի մեջ։ Պատասխանատվությունը ընկած է ղեկավարության և արդյունավետության վրա։ Խնդիրը անհրաժեշտ կառավարման, ռեսուրսներ գտնելու, լուծումներ մշակելու և դրանք լուծելու մեջ է։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մարդկանց, լսել նրանց խնդիրները և ոչ ոք իրավունք չունի հասարակության համար խնդիրներ ստեղծել սխալ որոշումներով։ Այնտեղ, որտեղ խախտվում է ժողովրդի իրավունքը, պատասխանատվությունն ընկած է ղեկավարների վրա և բարեփոխումները պետք է սկսվեն հենց այդտեղից, ասել է Փեզեշքյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է արձագանքել Իրանում տեղի ունեցողին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե Իրանը կրակ բացի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության։ Մենք զինված ենք ու պատրաստ ենք գործելու, ասել է Թրամփը։ Եվ այժմ զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Ողջույն, պարոն Մինասյան, շնորհակալություն միանալու համար, շնորհավորում եմ ձեզ նորերը։ Պարոն Մինասյան, նախ ընդհանուր, ինչ է կատարվում Իրանում, կխնդրենք մեզ ամբողջական պատկերը ներկայացնել եւ ինչ փուլում են ցույցերը, պահանջները եւ ինչի կարող է այս ամեն ինչը բերել։ Տեսեք, վերջին շրջանում ընդհանրապես Իրանում նկատվում էր, որ դոլարի գնի աճը անկառավարելի մակարդակի է հասել եւ ամեն օր կարելի է ասել, որ դոլարի գինը բարձրանում էր եւ հայտնի չէր, որ այս իրավիճակը մինչեւ որտեղ կարող է զարգանալ։ Իհարկե կանխատեսումներ կային, որ ժողովուրդը կարող է ընդվզեն, հիմքը եղավ Թեհրանի շուկան, որ գործադուլ արեց եւ սկսեցին ցույց տալ, որ չեն կարողանում աշխատել այդ իրավիճակում, քանի որ ընդհանրապես պարզ չի դոլարը մինչեւ որտեղ պետք է թանկանա։ Հիմքը այդտեղից էր, որ շուկայի մեծ առևտրականները սկսեցին գործադուլ հայտարարել եւ դուրս գալ փողոց։ Մյուս կողմից իշխանությունները փորձեցին մի երկու անգամ այսպես հայտարարություններով ասել, որ մենք կապի մեջ ենք գործադուլավորների հետ, փորձում ենք իրենց հետ լեզու գտնենք եւ այլն, բայց արդեն հասարակությունն էլ միացավ եւ արդեն այսօր 4-րդ օրն է, եթե չեմ սխալվում, որ լայնածավալ ցույցեր են եւ արդեն ոչ միայն շուկայում, այլ եւ Թեհրանի բոլոր տարբեր մասերում եւ մոտավորապես կարելի է ասել Իրանի բոլոր մեծ քաղաքներում։ Բայց այս ցույցերը ինչ-որ փոփոխությունների բերելու են։ Շատ դժվար հարց եք տալիս։ Ցույցանողները հույսով են, որ ինչ-որ փոփոխությունների ակնկալիք ունեն, բայց թե դա արդյոք կստացվի, թե ոչ, շատ դժվար է ասել, որովհետև եզակի չի Իրանի համար, սա արդեն
եթե չեմ սխալվում, ամեն տարի մի այսպիսի ցույց ունենում ենք Իրանում, մինչև հիմա ոչ մի փոփոխության չեն բերել, բայց ամենայն դեպս ցուցարարները այն հույսով են այդ ցույցերն անում, որ ինչ-որ փոփոխություններ լինեն Իրանում։ Միացյալ Նահանգներն էր արձագանքել, որ եթե կրակ բացվի ցուցարարների ուղղությամբ, ապա Միացյալ Նահանգները միջամտելու է։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարություն տարածել, որ ԱՄՆ-ի Իրանի ներքին գործերին միջամտությունը ապակայունացնելու է ամբողջ տարածաշրջանը եւ այլն։ Որքանով է հավանական, որ այս իրավիճակը շարունակի էսկալացվել եւ օգտագործվի արդեն արտաքին դերակատարների կողմից Իրանում հարցեր լուծելու համար։ Տեսեք, 12-օրյա պատերազմը Իրան-Իսրայել, Իսրայելի ամբողջ հույսը կարելի է ասել հարձակում Իրանի, հարձակում գործելով Իրանի վրա, դա էր, որ այդ հարձակումներին կմիանան ժողովուրդը նաև կապստամբեն եւ այդպիսով ավելի արագ կկարողանան արդյունքի հասնել։ Հիմա կարծես թե հակառակ պրոցեսն է գնում, այսինքն պատերազմ չկա, բայց Իսրայելը եւ Ամերիկան փորձում են միջամտության ձև գտնեն, գաղտնիք չէ, որ երկուսն էլ եւ այսինքն արևմուտքը ուզի, որ Իրանում իշխանություն փոխվի, կարծես թե ձև են փնտրում, թե ինչ ձևով կարող են միջամտել։ Ձևերից մեկը հենց այն է, ինչ որ Տրամպը այսօր հայտարարել է, որ եթե կրակ բացվի, մենք կմիջամտենք, իհարկե մանրամասներ չի հայտարարել, թե այդ միջամտությունը ինչպես կարող է լինել, ինչ մակարդակի կարող է լինել եւ այլն, բայց հիմնականում ինձ թվում է ցուցարարներն էլ նաեւ ցուցարարների որոշ բաժին կարելի ասել հույս ունեն, որ արևմուտքից աջակցություն կստանան, բայց դեռևս շուտ են նման եզրակացություններ անել, որ արդյոք կլինի միջամտություն թե չէ, ինձ թվում է մի երկու օր էլ որ սպասենք, արդեն պատկերը լիովին պարզ կլինի, թե ինչ մակարդակի են հասնում ցույցերը եւ արդյոք քրիտիկական զանգված հավաքվում է թե ոչ։ Վերջերս էլի Իսրայելը եւ ԱՄՆ-ն քննարկում էին Իրանին վերաբերող հարցեր, այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, հնարավոր է Իրանի դեմ նոր ռազմական ագրեսիա լինի։ Դե տեսեք, 12-օրյա պատերազմից հետո շատ պարզ էր, որ այսպես ասած Իսրայելը կիսատ է թողել գործը եւ որովհետև համենայն դեպս իրենք կուզեին, որ հասնեին Իրանում իշխանափոխության, բայց չհասցրեցին, ենթադրում եմ, որ եթե երկար տևեն ցույցերը, հնարավոր է, որ Իսրայելը նորից հարձակում գործի, որովհետև վերջին շրջանում, վերջին մի քանի օրը անընդհատ այդ խոսակցությունը կար, որ երկու կողմից էլ, այսինքն եւ Իրանում կային վերլուծաբաններ, որ մտածում էին, որ Իրանը կարող է նախահարձակ լինել, եւ արևմուտքում կային վերլուծաբաններ, որ մտածում էին, որ ժամանակը հարմար է Իսրայելի հարձակման համար եւ հնարավոր է, որ Իսրայելը կրկին հարձակվի։ Ես կարծում եմ, որ եթե ցույցերը շարունակվեն, անհավանական չի լինի, որ Իսրայելը կրկին հարձակում գործի։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանն էր։ Այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։